Շատ իրավեք, մենք շեշտեցինք, որ որևէ մի կուսակցության վստահված անձ իրավունք չունի տարբերանշան կուսակցության կրել իր վրա, որպեսզի դա չհամարվի քարոզ կամ ուղղորդում։ Ընտրության օրը տեղամասային կենտրոններում քարոզ կամ ուղղորդում չեն կարող անել ոչ միայն վստահված անձինք ու դիտորդները, նաև հանձնաժողովականները։ Քաղաքական դիրքորոշումներն ու կուսակցական պատկանելությունն այդ մեկ օրն իրենց վստահված տեղամասերում շահարկելու ու օգտագործելու տարածք չեն։ Պատասխանատվությունը պետք է լինի քո կուսակցության շահերը չպետք է պաշտպանես, որ կուսակցությունից կամ դաշինքից որ լինես։ Յուրաքանչյուր պիտի մտածի, որ եկել է աշխատելու անկախ իր կուսակցական պատկանելությունից, աշխատի դա աշխատանքը կատարի նորմալ, առանց խոչընդոտներ ու խնդիրներ ստեղծելու։ Հունիսի 7-ից առաջ իր ազեկումները բացատրել է, թե ինչ կարգ ու ընթացքով են ընտրության օրն աշխատելու բոլոր հանձնաժողովականների համար պարտադիր են։ Տեղամասային կենտրոններում ընտրողների հետ աշխատանքը քվեարկության կարգին ծանոթացնելը հանձնաժողովի անդամների պատասխանատվությունն է եւ առաջին ու պարտադիր հիշեցումը բոլոր ընտրողներին, որ քվեարկությունը փակ ու գաղտնի է։ Ընտրողին բացատրում է, որ սա փակ գաղտնի քվեարկություն է։ Եթե ինքը փորձի բաց քվեարկություն կատարել, դա քրեական պատասխանատվություն է, նույնիսկ ասեմ, մինչև 5 տարի ազատազրկում։ Քրեական պատասխանատվություն կան նաև խախտումներ կամ թերություններ կատարող հանձնաժողովի անդամի համար։ Ոչ միայն քվեարկության ընթացքում, նաև արդյունքների ամփոփման, քվեների հաշվարկի ժամանակ կամ արձանագրություններ կազմելիս բացառելի չեն թերությունները։ Նախադեպեր եղել են անցած ոչ միայն համապետական, նաև թիմ ընտրություններում։ Կան մարդիկ, որոնք գալիս են ընդամենը աշխատավարձի համար։ Բայց մենք շեշտում ենք, որ հարգելի հանձնաժողովի անդամներ, դուք այդ պահին կարող է ձև իշխախտում անեք, որ նույնիսկ այդ աշխատավարձը տալով դուք չկարողանաք ձեր ձև ասած խախտումից տակից դուրս գալ խուսափել։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովականների համար են այս դասերը, որտեղ մեկօրյա վարձատրվող աշխատանք կատարող անդամներին սովորեցնում են, թե ինչ ընթացակարգով են աշխատելու հունիսի 7-ին ժամը 8-ից տեղամասային կենտրոնը բացվելու պահից մինչև ժամը 20-ը քվեարկության ավարտը, որին հաջորդելու է ավելի պատասխանատու ձայների հաշվարկն ու արձանագրությունների կազմումը։ Վերապատրաստումները նաև ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների հետ ծանոթանալու համար են։ Եթե ինքը ծալված դրեց ու քվեաթերթիկը չի երևում, իրեն ուղղորդեք, որ հարգելի ընտրող, մենք տեղ չունենք, սա կհամարվի չսահմանված նմուշի ծրար, եթե չի երևում։ Ընտրական օրենսգրքի փոփոխության հիման վրա, եթե ծրարի մեջ եղավ մեկից ավել քվեաթերթիկ կամ որևէ իր կամ որևէ ուղղորդման տարբերանշան, այդ քվեաթերթիկները, եթե արդեն վրան փակցված է դրոշմանիշ, համարվում է անվավեր եւ մարվում է մյուս չսահմանված քվեաթերթիկի հետ միասին։ Ճիշտ է, անհատական յուրաքանչյուրը կարդացել ենք, ուսումնասիրել ենք, բայց այս դասընթացներին նորից ամփոփվում են եւ ի հայտ են գալիս որոշ բաց թողումներ, որ ասենք անդամը կամ նախագահան յուրովի են պատկերացրել, հասկացել եւ այստեղ արդեն տրվում է լրիվ վերջնական պատասխանը։ Վերապատրաստումները հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների համար են։ Քվեարկության օրը տեղամասային կենտրոններում գործընթացի իրավիճակի կարգուկանոնի պատասխանատուն հենց իրենք են։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։